Եթեր արդեն կյանքին վտանգ սպառնացող վիճակ։ Եվ այս 3 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը ոչ մի կերպ չարձագանքեց մեր նամակին, կոչին եւ հաստորեն Հայաստանի Հանրապետության նախագահը չկատարեց սահմանադրորեն իրեն վերապահված իրավունքը։ Եվ այսօր մենք բարձրացնում ենք մեր կարմիր քարտը իցից նրա, որ նա իր սահմանադրական պարտքը չի կատարել։ Կարմիր քարտ ձեզ, պարոն նախագահ, կարմիր քարտ։ Պատվիրակենք մեր դատավորին կարմիր քարտը տեղ հասցնելու ավելի մոտիկից ցուցադրելու։ Մենք ենք այդտեղից։ Կալանչի աննասումն է, որ հայավարի հերետիրը կատագրեց է, այդ կատան, այս տահակն է, այմատախին է վարերը բոլորի, տահակն է, դուք ինչի եք կենքանի, դուք պտի բացակություն տատ ինչի եք կենքանի, Հարգելի ոստիկաններ, մի խոչընդոտեք լրագրողների աշխատանքը։ Ապրեք, կարող եք մեջքով պտտվել են հետ չգալ, ես ես կողմից կխոսեմ։ Շորոր ջան, քանի որ մենք չունենք նախագահ, ստիպված ենք նախագահի պարտավորությունները իրականացնել ինքներս։ Դրա համար այսուհետ գալիս եք այստեղ, իմանալով, որ գալիս եք նախագահական, և մենք այստեղ միասին պետք է լուծենք այս խնդիրը։ Մենք մեզանից յուրաքանչյուրը, ինչպես 2018-ին մեզ ասում էին վարչապետ, հիմա մենք մեզ նշանակեցինք նախագահ, և մենք պետք է նախագահի պարտականությունները անենք, մենք պետք է այս խնդիրը լուծենք։ Մենք կարող ենք այս խնդիրը լուծենք ու ծափահարեք ինքներդ ձեզ, որտեղ մենք ուժեղ ենք։ Այո։ Առաջիկայում ընտրություններ են, ընտրական օրեր են, այսօր էլ գլխավոր դեբատն է ՀՄԿ-ի եթերում, այնտեղ էլ կարծես թե հետաքրքիր անակնկալներ են սպասվում,
Եվ առաջիկա օրերին խնդրում եմ հետևեք ընթացքին, մենք արդեն բարձրորեն պետք է ավելի լուրջ մոտենանք հարցին ու պաշտպանել։ Որովհետև դեզանից յուրաքանչյուրը արդեն նախագահը ու պետք է այդ խնդիրը վերցնի իր վրա։ Ապրեք ոլորտ։ Oh.